Գոյամարտ սերիալի երկրպագուներին առաջիկայում սպասվում են նոր ու անսպասելի զարգացումներ։ Այս մասին ակնարկել է սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը, հասկացնելով, որ պատմությունը դեռ բազմաթիվ անակնկալներ է պատրաստել հեռուստադիտողների համար։ Վերջին շաբաթների ընթացքում սյուժեն զարգանում է այնքան արագ, որ յուրաքանչյուր նոր սերիա նոր հարցեր է առաջացնում։ Արդեն իսկ մի շարք կարևոր իրադարձություններ գլխիվայր շուռ են տվել հերոսների կյանքը։ Գրիշոն ծանր ավտովթարի է ենթարկվել և այժմ բուժման կուրս է անցնում Գերմանիայում, նրա առողջական վիճակը շարունակում է մտահոգել ինչպես հարազատներին, այնպես էլ հեռուստադիտողներին, որոնք անհամբեր սպասում են նրա վերադարձին։ Շատերն են համոզված, որ Գրիշոյի վերադարձը կարող է ամբողջությամբ փոխել ուժերի դասավորությունը և նոր գաղտնիքներ բացահայտել։ Մյուս կողմից Մանանի կյանքում տեղի ունեցավ ամենացավալի կորուստներից մեկը։ Նա կորցրեց իր երեխային։ Եվ այդ ողբերգությունը ոչ միայն փոխեց նրա ճակատագիրը, այլև ամբողջ ընտանիքի հարաբերությունները։ Հեռուստադիտողները համոզված են, որ այս ցավը դեռ երկար է ազդելու նրա որոշումների և հետագա քայլերի վրա։ Սակայն ամենամեծ լարվածությունն այսօր կապված է Հունանի հետ։ Պայթյունից հետո նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և այժմ մահամերձ վիճակում է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, իսկ հարազատներն ապրում են ամենածանր ժամերը։ Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում քննարկումները չեն դադարում։ Շատ հեռուստադիտողներ կարծում են, որ եթե Հունանը փրկվի, ապա վերջապես ստիպված կլինի պատասխան տալ իր բոլոր արարքների համար։ Սերիալի ընթացքում նա բազմաթիվ հակասական քայլեր է կատարել, որոնք ցավ ու դժբախտություն են բերել շատ մարդկանց կյանք։ Այդ պատճառով շատերը վստահ են, որ եկել է այն պահը, երբ արդարությունը պետք է հաղթի և յուրաքանչյուր հերոս ստանա իր արարքների արժանի հետևանքը։ Սակայն Գոյամարտը բազմիցս ապացուցել է, որ այստեղ ոչինչ այնքան պարզ չէ, որքան առաջին հայացքից է թվում։ Հաճախ այն կերպարները, որոնց հեռուստադիտողները հրաժեշտ են տալիս, անսպասելիորեն վերադառնում են, իսկ այն իրադարձությունները, որոնք թվում են վերջնական, իրականում դառնում են նոր պատմության սկիզբ։ Հենց այդ պատճառով էլ շատերը չեն շտապում եզրակացություններ անել Հունանի ճակատագրի վերաբերյալ։ Դիանա Գրիգորյանի ակնարկից հետո երկրպագուների հետաքրքրությունն ավելի է մեծացել։ Համացանցում արդեն բազմաթիվ քննարկումներ են ընթանում, թե ինչ նոր շրջադարձեր են սպասվում։ Ոմանք կարծում են, որ սերիալում կհայտնվեն նոր հերոսներ, մյուսները վստահ են, որ բացահայտվելու են երկար տարիների թաքցված գաղտնիքներ, որոնք կփոխեն բոլորի պատկերացումները տեղի ունեցածի մասին։ Մի բան արդեն հստակ է՝ Գոյամարտում հեղինակները չեն պատրաստվում դանդաղեցնել սյուժեի ընթացքը։ Ընդհակառակը, առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված, զգացմունքային և լի անսպասելի զարգացումներով, իսկ ամենամեծ հարցը շարունակում է մնալ նույնը։ Արդյոք Հունանը կկարողանա հաղթահարել մահվան վտանգը, թե նրա պատմությունն արդեն մոտենում է ավարտին։ Այդ հարցի պատասխանը ամենայն հավանականությամբ կդառնա սերիալի առաջիկա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, Հունանը կմահանա, թե նա պետք է ողջ մնա, որպեսզի պատասխան տա իր բոլոր չարագործությունների համար։ Չէ՞ որ Հունանը շատ մարդկանց կյանք է խեղել, խլել և շարունակում է մինչև հիմա այդ գործընթացը, ու ոչինչ, նույնիսկ նրա երեխաների հետ կապված դժբախտությունները նրան կանգ առնելու առիթ չեն դառնում։ Առաջիկա սերիաներում շատ հետաքրքիր նորություններ են սպասվում, այդ մասին խոստովանել է նաև հեռուստասերիալի սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը։ Թե ինչ փոփոխությունների ու նորությունների մասին է խոսքը, կիմանաք շատ շուտով, բայց մինչ այդ հեռուստասերիալում իսկապես իրավիճակը լարված է։ Իննան Գերմանիայից վերադառնում է Գրիշոյին թողնելով քրոջ Լեայի հույսին, վերադառնում է ամուսնու կողքին, չնայած ամուսինը Հունանը այդքան էլ լավ չի վերաբերվել կնոջ հետ։ Հատկապես վերջին շրջանում Իննան Հունանի կողմից ստացել է վիրավորանքներ, բայց այդ ամենից զատ Իննան շարունակում է սիրել Հունանին անմոռաց։ Բնականաբար առաջիկա սերիաներում պարզ կդառնա, թե ով է այս ամենի հեղինակը՝ Ահավոն, թե Արամի հորեղբայրը։
Արամն այս պահին գտնվում է բանտում Էռնայի սպանության մեղադրանքով։ Իհարկե, Արամը չէր ցանկանա, որպեսզի անմեղ զոհ լինի այս պատմության մեջ, բայց, ինչպես երևում է, պետք է ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան Հունանի խղճի վրա ծանրացած թողներ։ Այս ամենը կատարվում է հենց Հունանի մեղքով։ Բայց ինչպես կարձագանքի Հունանն այս ամենին, և արդյոք Արամը մի օր կհայտնվի ազատության մեջ, թե ոչ, այս հարցերը հուզում ու հետաքրքրում են հեռուստադիտողներին, որոնց պատասխանները նրանք կստանան ընդամենը ժամեր անց հեռուստասերիալի հետագա սերիան դիտելու ընթացքում։ Դե ինչ, միացեք մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք ձեր կարծիքը։